Հանուն հոր եւ որդվո եւ օգվին սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արասատներ, բարիլույս սրբորորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Ավասիկ մեծ բահոց 4-րդ շաբաթը թևագողեցինք։ Սիրելիներ, վստահ եմ, որ մեզ մե յուրաքանչյուրը արիթ ունեցավ քոնե մտածելու, թե ինչ ճանապարհով գերտար եւ ինչ ճանապարհ գուզե ընտրել, որովհետեւ հաջող երբ կճամփորդենք դեր մը գերտանք եւ մանավանդ այդ դերին անձանոթ ենք ու մեր թիմած երկու ճանապարհներ գելեն, մենք պետք է ընտրություն կատարենք, որ ճանապարհեն պետք է երթանք։ Մեկ ճանապարհը մեզի կհասցնե այն դեղը, ուր որ մենք ճամփա ելած ենք երթալու, իսկ մյուս ճամփան մեզ կշեղե մեր երթալիք վայրեն։ Սիրելիներ, Տեր Հիսուս Քրիստոս Մատթեոսի ավետարանի 7-րդ գլխու 13 եւ 14 համարներու մեջ հետեւյալը ասավ մեզի. Մտեք ներթրնեն, քանի գորուստի դանող թուրը լայն է եւ ճամփան ընթարցակ եւ շատեր կմտնեն անգե։ Մինչ թեպի կյանք տանող թուրը ներ է եւ ճամփան դժվարին եւ քիչեր միան կգտնեն զայն։ Սիրելիներ, մենք քալենք այն ճամփեն, որ մեզ կյանքին կառաջնորդ է, հավդենական կյանքին, եւ ոչ թե քալենք այն ճամփեն, որ մեզ թժող կդանի, քեհեն կառաջնորդ է։ Պատմեմ ցեզի եկեղեցվո հայրերեն մեգումը աշխարհեն հրաժարելու շարժարիթը։ Օրմը եկեղեցվո հայրերեն մեգուն կհարցնեն, թե ինչը պատճառ եղավ, որ ինք ընտրեց վանական այդ կյանքը եւ հրաժարեցավ աշխարհեն։ Եվ այս եկեղեցվո հայրը հետեւյալը պատմեց. Հայր μου ունեի շատ բարի ու հեզ, թեև հիվանդ էր, բայց շատ աշխատասեր։ Եվ մահացավ, ամբողջ երկինքը դակն ու վրա էր, անցրև, գարգուտ, ահավոր փուք փորան, եւ հազիվ գրծանք անոր մարմինը 4 օր ետք հողին հանցնել։ Եվ մայր մունալ ունեի, որ դժբախտաբար շատ չար էր, եւ երբ մեռավ, խաղաղ օր էր, իր օրերը ապրած զինք թաղեցինք հողի մեջ։ Եվ երբ ես շվարած երդասարդ էի, թե որու ճամփան ընտրեի, հորս, որ այդքան բարի էր, բայց 4 օր դեպեց անոր թաղումը, 4 օր ետք հազիվ գրծանք թաղել զինք, որովհետև դակն ու վրա էր երկինքը երգիրը, թե ոչ մորս, որ թեև չար էր, բայց խաղաղ ձևով մահացավ։ Ահա այս երկընտրանքի մեջ էի, երբ երազմը տեսա։ Երազիս մեջ տեսա Սուրբ Վանագամը, որ ինձ ասավ. «Եկուր քեզ քու ծնողներուդ մոտ տանեմ»։ Ու նախ զիս տարավ հորս մոտ, երանական կյանքի մեջ էր, ապա զիս տարավ մորս մոտ, քեհենի մեջներ։ Երբ արտնցա, որոշեցի հորս ճամփեն ընթանալ եւ անոր համար աշխարհեն հրաժարեցա ու կյանքս Քրիստոսի նվիրեցի։ Սիրելի քույրեր, եղբայրներ, մենք ալ մեր այս կյանքի մեջ ընտրություն ունենք կատարելիք, մեր թիմած եւ բարի ճամփա գա եւ չար ճամփա։ Տեսեք ինչ կսե Սողոմոնի մաստունը, Արագողը, իր Արագած գրքի 4-րդ գլխու 14 եւ 15 համարներու մեջ։ Ամփարիշտերուն ճամփան մի երթար, ու չարերուն ճամփու մեջ մի քալեր։ Անգե զգուշացիր, անոր կովեն մի անցնիր, անգե խոդորե ու անցիր։ Իսկ նույն գլխու 18-րդ համարի մեջ կսե. բայց արտարներուն ճամփան ձակող լույսի պես է, որ երթալով գլուսավորվի, մինչև գադարյալ ըլլա։ Սիրելիներ, ամփարիշտերուն ճամփան գորուստի ճամփան է։ Չար մարդոց ճամփան գորուստի դանող ճամփան է։
մինչդեռ արդարներու ճամփան լուսավորող ճամփան է։ Մենք որ ճամփեն գուզենք ընթանալ։ Հաջող երբ գնայինք մեր շուրջը, կտեսնենք մարդիկ, որ անօրեն են, չարեն, ավելի լավ կյանքով գաբրին ու գնախանցինք, կփարգանանք։ Այդպես ապրած են նաև սիրելիներ, այդ սկացումը ունեցած են նաև շատ սուրբեր, որ ինչու համար անարդարներ ավելի լավ կյանքով գաբրին, իսկ արդարները ոչ։ Եվ տեսեք, շատ հետաքրքրական Սամոսներեն ցեզի հատվածներ պիտի կարդամ։ Օրինակ 70-րդ Սամոսի մեջ Ասաֆը հետևյալը գսե. Իրա որ Աստված բարի է իր ժողովրդին անթև, անոնց, որոնք սրտով մաքուր են։ Ես քրեթե գործընծուցած էի հավատքս, սխալ քայլի թիմելու վրա էի, որովհետև նախանցեցա անօրեններուն եւ տեսա ամբարիշտերուն հաջողությունը։ Որովհետև անոնք ցավ չեն տեսներ, նույնիսկ մահվան ժամանակ մսեղ եւ առողջ է անոնց մարմինը։ Նեղություն չունին ուրիշներու պես եւ չեն դարաբիր ուրիշ մարդոց պես։ Ահա թե ինչու ամբարտավանությունը իրենց վիզեն գախերեն եւ բռնությունը վերարգուի պես իրենց վրա արերեն։ Անոնց աչքը չարիքեն չի գշտանար, անոնց միտքը ամբարիշտ խորհուրդներով գորտի, ձաղրանքով ու չարությամբ կխոսին, քորոզ գերբով սպառնալիք տեղացնելով։ Իրենց բերանը երկինքին թեմ կփանան, իրենց լեզուն երկրի վրա չարիք կսփրե, այնպես որ իմ ժողովուրդս անոնց մե օրինակ կառնե, անոնց խոսքերը ներծծելով ճուրի պես։ Անոնք կսեն, Աստված ինչպես պիտի գիտնա մեր ըրածը, Փարցիալը բնավ չի գրնար գիտնալ։ Ահա նույն այս ամբարիշտները հաջողություն կգտնեն եւ կբազմացնեն իրենց հարստությունը։ Ուրեմն զուրդեղ ես իմ սիրտս մաքուր բայեցի եւ ցերկերս մեղքի մեջ չտատխեցի։ Հավատացյալը մգրնա այդպես մտածել. Եթե այս աշխարհի մեղավորները այսպես հանգիստ կապրին, ուրեմն մենք զուրդեղը մենք մեզ մաքուր բայեցինք։ Եվ շարունակության մեջ Ասավ նայեցեք ինչ կսե։ Հասկացա միայն այն ադեն, երբ Աստուծո սրբարանը ես մտա եւ իմացա ամբարիշտերուն վերաբահված վախճանը։ Թե ինչ վախճանով պիտի ապրին։ Շարունակությունը դուք կարդացեք։ Նույնս սիրելիներ 37-րդ Սամոսի մեջ այս անգամ Դավիթ թագավորին կսե։ Կգարտամ 3-րդ համարեն կամ 5-րդ համարեն գարտամ։ Քու կյանքը դիրոջ հանցն է, գսե Դավիթ, եւ վստահ եղիր, անամեն ինչ պիտի դնորինե, ցերեգի պես պիտի շողացնե արտարությունդ, իրավունքդ գեսորվան արևուն պես։ Լրությամբ հնազանդ է դիրոջ, սիրտդ մի եղեր անոնց համար, որ անիրավ հաջողության գաստին, եւ անոնց համար, որոնք չարիք կնույթեն։ Զսպե բարգությունդ, մեկ գոմ թիր զայրույթդ, սիրտդ մի եղեր, որբեսի թունալ չարիք չկործես, որովհետեւ չարակործները շուտով պիտի գործվին, մինչդեռ դիրոջ վստահողները երգիրը պիտի ժառանգեն։ Ժամանակ մը յետք ամբարիշտը ալկոյություն պիտի չունենա, որքան ալ փնտրես, անոր հետ նիս պիտի չգտնես, բայց հեզերը պիտի ժառանգեն երգիրը եւ գադարյալ խաղաղություն պիտի վայելեն։ Եվ շարունակությունը սիրելներ այս բոլոր իր խոսածները գգրտնե եւ ավելի սկանչելի խոսքեր գսե ընթերցեցեք։ Ես միայն վերջին 37-րդ համարեն մինչեւ 40-րդ համարը գարտամ գսե Դավիթ թագավոր։ Ուշադրությամբ դիտի արդարը, դես ուղիղ մարդը, որովհետև այնպիսին վախճանը խաղաղություն պիտի լա, բայց հանցավոր մարդիկը միասնապար պիտի չնչվին, ամբարիշտերուն վախճանը դիրոջ ներգայութենեն արդակսում պիտի լա, արտարներու փրկությունը դիրոջմեն գուքա, նեղության ժամանակ ինքն է անոնց պաշտպանը, դերը գոքնի անոնց եւ գազադե, զանոն գազադե ամբարիշտերեն եւ գփրկե, որովհետև անոնք իրեն կպատկանին, իրեն կապավինին։ Սիրելներ, մենք դիրոջ ապավինինք, մենք դիրոջ ջամփու մեջ կալենք, ոչ նախանցինք անօրեններու, մեղավորներու այս երկրի վրա ունեցած հաջողութենեն, ունեցած հավաքած հարստութենեն, որովհետև անոնք բոլորը սիրելներ իրենց գորուստին պատճառ բիլան, այլ մենք ապավինինք դիրոջ եւ Աստուծո ջամփաներու մեջ ենք անենք։ Եթե ունենք սիրելներ մեր կյանքի մեջ օրինագելի անձ, անոր վարկով ապրինք եւ ոչ թե սիրելներ շար մեգուն հետևինք։ Տեսեք այս վանագանը աշխարհին հրաժարեցավ իր հորը ջամփան ընտրելով, որովհետեւ տեսավ որ իր մայրը որ չարություն գներ, որ չարիք
չար կյանքով գաբրեր, քեհենի մեջ կայրեր։ Հետևաբար եղբայրներ եւ քույրեր, դարձյալ առաջին Սաղմոսի վերջին երկու համարները կգարտամցեզի Դավիթ թագավորի խոսքը ուր գսե 5 եւ 6 համարներու մեջ Սաղմոս առաջին Ադորամարա լամփարիշները Աստուծո դաստանեն բիդի չազատին մեղավորները արդարներու գարկին բիդի չտասվին որովհետև դերը կճանչնա արդարներուն ջամփան մինչ ամփարիշներու ջամփան զիրենք գորուստի բիդի դանի մենք կալենք սիրելներ արդարության ջամփեն մենք կալենք այն ջամփեն որ մեզ հավիտենական կյանքին առաջնորդ է եւ ով է այդ ջամփան սիրելներ Հիսուսով ես եմ ջամփան ես եմ ճշմարտությունը ես եմ կյանքը Հովհաննես 14:6 Կալենք Հիսուսի ջամփեն կալենք Հիսուսի հետքերուն վրայեն այդ ջամփու մեջ սիրելներ այո անարքանքներ կան այո սիրելներ նեղություններ կան չարչարանքներ կան փուշեր կան խայտոցներ կան բայց այդ ջամփան որ խաչելության ջամփան է մեզ կհասնե հարության մեզ կհասնե համբարձման լերան հետևաբար կալենք արդարության ջամփեն եւ ոչ թե մեղքերու ջամփեն այս տողլա սիրելներ մեր որոշումը կյանքի մեջ որ երկու ջամփու մեջ եւ որ ջամփու դիմաց մենք կգտնվենք մենք ընտրենք դիրոջ ջամփան նեղ ջամփան որբեսի հասնենք հավիտենական կյանքին Աստված ես արադաբես տողորտն է բարի եւ օրհնյալ օր ծեր բոլորին